Ողջույն սիրելի ընկերներ, այսօրվա մեր փոքրիկ հանդիպումը կնվիրենք եւս ցուցասնավեպից մի փոքրիկ հատվածի ընթերցմանը, որտեղ Սանասարն ու Բաղդասարը իրենց պապուց Գագիկ թագավորից խնդրում են մի քանի ընտանիք, որպեսզի իրենց հետ տանեն եւ կառուցեն Սասուն քաղաքը, Սասուն Բերդը, եւ ընտրել եմ այս դրվագը, որովհետեւ շատ կարեւորում եմ Սասուն քաղաքի կառուցման դրվագը։ Ընթերցենք, հետո կդիտարկենք։ Սանասար Բաղդասար դարձան ասին. Թագավոր ապրած կենա, մեկ բան էլ կխնդրենք քենե, մենք մենակ չենք կանա այնտեղ նստենք, կխնդրենք մեկ քանի տուն աղքատ, մեկ քանի տուն հարուստ տաս մեզի, գան հետ մեզի մոտ տուն շինեն, որ իրիկնից ժողովենք մեկտեղ, զրուցենք մեզի մեր քաղաքի մեջ, թագավորի սիրտ կչած վերենոնց, էտու էնոնց քարսուն տուն, հեյ գիդի տուն, ամեն մեկուն մեկ էշ ու մեկ ճախարակ, առավոտուն իր վազիրին ճամփեց քաղաքի մեջ, էդ քարսուն տուն էտու քոչել, այնոնց համար էտու 50 բեռ ալուր հետներ էդիր ուտելիք, էլան բարձան զիրենց տներ, աղբերներն էլ թագավորին կաց բարով արսին ու հետ իրենց քոչին գացին, գնացին սարերն էլան հասան վեր իրենց աղբերական, ու վեր իրենց բերդին հիման, Սանասար ասաց Բաղդասարին, այս դրվագին ուշադիր եղեք, խնդրում եմ, որովհետև շատ կարևոր դրվագ է, Սանասար ասաց Բաղդասարին, առաջ մեր բերդ շինենք, թե չէ զեդա աղքատ ուղկոտի տներ, Բաղդասար պատասխանեց, առաջ շինենք զեդոնց տներ, ու նոր շինենք զմեր բերդ, Էդ խեղճ մարդեր չեն կանա արև ու առաջ կենան, ու սկսեցին տներ, Սանասար ենքան զորեղ էր, որ օր 10 տան տեղ կփորեր, են մեկ էլ զփետեր կբերեր, ու բանվազքներ երկսով կշինեին, էտու աղբեր 4 ավուր մեջ լման, սկարսուն տներ պատեր շինեցին, էդա ջոջ սարերի գերալներ կդրեցին վերին առանց թփրելու, հալեցին վրան ծածկեցին պրծան, ու քոչեր նստեցուցին տներուն մեջ, տղեկներ, որ ստներ կշինեին, օրեն մեկին տուն հաց կուտեին, վիր տուն որ հաց կուտեին, այնոնց տաշտ ու մահ կկախեին, որ քոչեր իրենց տներ նստան, տղեկներ կրկին սկսեցին զբերդ շինել, Սանասար ջոջ քարափներ շարքեց էբեր, ջոջ քարեր էլ աղբեր էբեր, գնացին հետո քաղաք, վարպետ ու բանվոր բերին, վարպետ տեսավ բերած քարեր, ասաց ես չեմ կանա շինել, Սանասար գնաց քաղաք, ուրիշ մեկ վարպետ էլ էբեր, այս վարպետ էլ որ տեսավ են ջոջ քարեր, ասաց Սանասար, ես ինչպես դի շինենք, ես չեմ կարնա այս քարափներ իրար տալ, ապա ով կանա, հարցուց Սանասար, վարպետ պատասխանեց, մարդ չի կանա իրար տալ, ապա ինչպես դի շինենք, ես էլ չգիտեմ, ասաց վարպետ, այն ժամանակ Սանասար վերուց ասաց, դե դու վարպետ, լարեր կապի, տեղեր շտկի, ինձ ասա, ես քարեր դնեմ իրանց տեղ, այդպես իրենց բերդ շինեցին, ահա սիրելի բարեկամներ, այսպիսի մի դրվագ, որը շատ կարևոր է հայրենաշինության համար, որտեղ Սանասարն ու Բաղդասարը Գագիկ թագավորից վերցնելով սովորական հասարակ ռամիկ գյուղացի մարդկանց, որոնց հետ պետք է քաղաքը շինեին եւ Սասուն քաղաքը հիմնեին, որպեսզի մենակ չմնային քաղաքում, խոսում են իրար հետ եւ խորհուրդ են անում, թե սկզբից ում տուն շինեն, սկզբից իրենց բերդ շինեն, թե այս խեղճ մարդկանց տներ եւ եկան այն եզրակացության, որ շատ կարեւոր դեր ունի, որ գյուղացիների տները շինեն, որից հետո արդեն նոր անցնեն իրենց բերդի, իրենց նստավայրի
շինությանը։ Այդպես կառուցում են գյուղացիների տները, որից հետո վարպետների օգնությամբ, քանի որ վարպետները ասում էին մենք այս մեծ քարերը չենք կարող տեղից շարժել, Սանասարն ասում է դուք ասեք ինչպես անենք, մենք կանենք, եւ վարպետների ուղղորդությամբ Սանասարն ու Բաղդասարը քարերը ժայռերից պոկելով բերում իրենց բերդն են հետո կառուցում։ Ինչ ասել կուզի այս փոքրիկ դրվագը, պատկերացնում եք, որ մեր հայոց երկրի որևէ ղեկավար ծանոթ լիներ այս մեր ցուցազնավեպի, այս փոքրիկ թեկուզ դրվագին, ինչքան կարևոր դեր կունենար մեր երկրի համար, որովհետև իրենց վիլաները, առանձնատներն ու ունեցվածքը դիզելու կամ կառուցելուց առաջ կմտածեին ժողովրդի, հայ ժողովրդի մասին, կմտածեին, թե ինչպես անեն, որ առաջին հերթին, ինչպես մեր էպոսի լեզվով ասած սկզբից, սովորական ժողովրդի տները շիներ, նոր հետո անցներ իրենց վիլաները կամ առանձնատները կառուցելուն։ Այնինչ ունենք հակառակ պատկերը, բայց երբեք ուշ չի շատ կարևորում եմ, որ ամեն մեկիս տներում մեր փոքրիկներին փոխանցենք մեր ցուցազնավեպը իր ողջ խորհուրդներով, կարդանք, թեկուզ դեռ շատ խորքային չճանաչելով, բայց գոնե կարդանք եւ փոխանցելով մեր գալիք սերնդին մեր ցուցազնավեպը, դա կնմանվի այն դրվագին, որ Սանասարն ու Բաղդասարը օգնեցին իրենց ենթակաների տները կառուցելուն։ Մենք մեր ընտանիքում, մեր երեխաների, մեր գալիք սերնդի հիմքը կկառուցենք դրանով հանդերձ, որից հետո մեր սերունդը արդեն ճանաչողն ու կրողը լինելով մեր ցուցազնավեպի, այդ խորհրդով կշարժվի եւ կունենանք հզոր ու կայուն հայրենիք։ Այսպիսի կարևոր դեր ունի ցուցազնավեպը հայ տեսակի համար, եւ եթե ավելի ճիշտ ընկալելու համար կարելի է համեմատական տանել նույն 5 կտակարանյան դրվագի հետ, երբ 5 կտակարանյան աստվածությունը նույն իր ընտրյալ ազգին հորդորում է գնալ, քանդել, գողանալ, սպանել այլ ազգերին եւ տիրանալ նրանց ունեցվածքին։ Իսկ մեր ցուցազնավեպում իրենց քրտինքով են կառուցում իրենց տունն ու տեղը։ Այսպիսի հրաշալի ցուցազնավեպ ծննդական կարելի ասել, ծննդական ունենք որպես հայ տեսակ, այսպիսին է մեր ցուցազնավեպը իր բոլոր խորհուրդներով, այնպես որ սիրելի հարազատներ, սիրելի բարեկամներ, կարծում եմ արդեն ժամանակն է զարկ տալու եւ հնարավորինս տարածելու մեր ցուցազնավեպի խորհուրդները, տարածելու թե մեր ընտանիքում, թե մեր շրջապատում, որպիսի կրողը դառնանք մեր հայ տեսակի։ Դե սիրելի բարեկամներ, սիրելի հետևորդներ, այսօր այսքանը, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բաժանորդագրվել են, շնորհակալ եմ նրանց, ովքեր դեռ կբաժանորդագրվեն, եթե հավանում եք, սեղմեք հավանման կոճակը, որպեսզի ավելի ու ավելի տարածվի մեր ցուցազնավեպի հետ կապված խորհուրդները, որովհետև դա շատ կարևոր դեր ունի կարծում հայ ազգի համար։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մինչ հանդիպում, հաջողություն։